Հաճույքը երբ է սկսում մարդու համար, երբ որ մարդը նա իր ժամանակը չի գնահատում, իր ընտանիքը չի գնահատում։ Օրինակ խաղամոլները, չէ, ամբողջ գիշեր խաղատանն են անցկացնում, իրենք չգիտեն այս տանը ինչ է կատարվում։ Դա էլ գալիս արդեն մարդ ինքը եսասեր է, անձնապաշտ է, իրենից դուրս ոչինչ չի տարքրում։ Մի օր մի մեծահարուստի ասացի, ինչու ես խաղում։ Այդ փողերը դել ափսոս չուն, ասած դե ինպես մարդուն գոնը մեկ այդպես բաներ չանեմ։ Ասես ով ասում քո պես մարդը հարուստը դի անպայման խաղա։ Ասեմ այս գիշեր $5,000 կրվեց, հա, ասում այն ձեր հարևանը $100 դեղի կարիք ունի, բայց ու չտվեց իր։ Ինքն այդ փողը թե դու ես աշխատել, դա չի նշանակում դա քոնն է, ու ինչ ուզես կարող ես անել։ Դրա համար երբ որ մարդը հետևից ինչ ենք կարդում։ Դրամ։ Մարդ բառը հետևից դրամ է չէ՞ լինում։ Երբ որ մարդը վերածում է դրամի կույտի, եւ ինքը ամեն ինչ սկսում է դրամով չափել, իր նպատակը դառնում է ոչ թե իր համար ապրել, այլ ուրիշներին հակառակ ապրել։ Հрьяանի պատմությունը կա, չէ՞, ասում է Տեր Աստված, ես ընտրյալ ազգի զավակ եմ, ասում է ինչ որ ուզեմ պետք ինձ համար անես, ասում է հարց չկա, բայց ինչ որ դու ուզում ես, կրկնակին հարևանի պիտի տա։ Այսպես մի կերպ դիմանում է մեքենա է ուզում հարևանի երկուսը, տուն է ուզում հանկարծ հարևանը հարստացած է, Տեր Աստված խնդրում ես աշկս կհանես, որ հարևանի երկու աշկ կհանես, այսինքն հասկանում ես մարդ այս դրա մեջ է հաճույք, այս ուրիշին վատություն։ Մարդ այսօր արթնանում է, ասում է ում տունը քանդեմ, գողանամ, սպանեմ, թալանեմ, գցեմ, կներեք այս բառից, այսինքն խաբեության միջով տանեմ այդ մարդու մեծածով, ինքը չի սիրում աշխատել, ծույլ է, ծույլ չի է, իսկ ծուլությունն էլ բոլոր չարիքների արմատն է։ Դրա համար մարդը երբ որ ես ասում եմ, երբ որ գնում ես խոտ եմ հնձում, ես հաճույք եմ ստանում, որովհետև դու գործ ես անում, այսինքն բնության օգնում ես այդ կանանչը քեզ կյանք է, դու հասկանում ես, որ հողը sense փորում ես, քարերը փուշը հանում ես, նաև քեզ ապաշխարություն հոգուտ մեջ էլ այդպես պիտի մաքրես, փշերն ու քարերը հանես։ Երբ որ դու ծառես տանկում հետո իր պտուղը տեսնում ես, դու ուրախանում ես, որ դու կյանք տվեցիր մեկին։ Երբ որ մեկը դեղի փող ունի, դու դեղը տալիս ես իրեն, դու իրեն կյանք ես տալիս։ Դրա համար նաև այդ տարածի չափը չի, արածի չափը, ինչքան սիրով կանես նաև դա է գնահատում։ Նա հիվանդին ինչքան ուզում ես գնա, այսպես լավ լցրած փաթեթներ տար, քաղցրավենիք հյութեր տար, բայց հենց ժամացույցիդ նայեցի, որ արդեն գնալու ժամն է, արդեն 10 րոպե նստած ես շութերն, այն բերածը իր համար ոչինչ արժե։ Նշանակում է դու իրեն սիրելով չես եկել տեսնել, դու իրեն եկել ես որպես պարտականություն տեսնել։ Դրա համար մարդիկ այդ հեշտանք ավելի շատ են սիրում։